Աստուտան Հայաստանի քաղաքացի է։ Քաղաքացի շատ Անահիտ։ Հայր գալիս հարազատ։ Լավ է։ Անկեղծ ասած ուզում եմ նա ձեզ նկարեմ իմ Facebook-ում։ Չեք տեղավորում, մի քիչ խտած եք։ Ավելի մեծ հեռախոս ապրում։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ եւ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, շնորհակալ եմ, որ եկել եք այսօր եւ համաձայնեք չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սա իմ պաշտոնական եւ աշխատանքային այցերի ամենասիրած մասն է, երբ որ առիթ եմ ունենում հանդիպելու սիրելի հարազատ միջավայրում, սիրելի եւ հարազատ մարդկանց հետ, այնպես որ ուզում եմ միանգամից ասել, որ իսկապես մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային եւ կարևորագույն իմաստը այն մթնոլորտն է, այն սերն է, որ կա, այսպես ասած, որ կա մեր միջև։ Ես ուզում եմ ասեի կառավարություն եւ ժողովուրդ, բայց զգացի, որ ճիշտ ձևակերպում չի, ուղղակի մեր միջև, որովհետև մենք ուղղակի մենք ենք, մենք կառավարություն, ոչ կառավարություն չենք, մենք ուղղակի մենք ենք, մենք ուղղակի հայ ժողովուրդն ենք, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները, այնպես որ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը իրոք ժողովրդական եւ ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը իսկապես պատկանում է ժողովրդին։ Եվ ինձ համար այսօր մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում, Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում, ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցանկության ընտրության բերումով։ Սա ամենակարևորն է եւ գիտեք, երկար ժամանակ մենք անընդհատ քննարկել ենք, թե իշխանության լեգիտիմությունը ինչքան կարևոր է եւ միջազգային հարաբերություններում, եւ ներքին հարաբերություններում, եւ երկար ժամանակ, երբ ես դա հայտարարել եմ որպես ընդդիմադիր, որպես լրագրող, ես հիմա այդ պնդման իրական լինելը զգում եմ իմ ամենօրյա շփումներում, իմ աշխատանքում, մեր միջազգային հարաբերություններում, եւ իսկապես ես որևէ կասկած չունեմ, որ այն իրադարձությունները, այն հեղափոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, մեզ բերելու է իրական եւ ռեալ տնտեսական, քաղաքական հաղթանակների։ Արդեն իսկ
ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել, դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հիմա մանավանդ, ես չգիտեմ հետևել եք վերջին մեր քննարկումներին ազգային ժողովում թե չէ, այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են արդեն երևալ, այն գնահատականները եւ կանխատեսումները, որ մեր տնտեսական զարգացման վերաբերյալ սկսում են անել միջազգային վարկանիշային կազմակերպությունները, մեզ վստահություն է տալիս, որ մենք ինչպես իրար հետ հաջողեցինք քաղաքական հեղափոխության գործընթացում, մենք իրար հետ հաջողելու ենք նաեւ տնտեսական հեղափոխության գործընթացում եւ այդ հեղափոխությունը արդեն սկսել է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչի ամենակարևոր հիմքը, եթե թույլ կտաք ինձ ասել, աչքերի եւ հայացքների հեղափոխությունն է։ Այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել մեր հայացքներում, այնպես ինչպես մենք հիմա այս պահին իրար նայում ենք, իրար աչքերի մեջ ենք նայում եւ ինչ ենք կարդում մենք իրար աչքերի մենք կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք եւ իհարկե պատրաստակամություն լինել իրար հետ, լինել կողք կողքի եւ իրար հետ մեր ուսերին տանել մեր հայրենիքի ապագայի համար մեր ուսերին դրված պատասխանատվությունը։ Գիտեք, ամենտեղ երբ որ ես այցելում եմ, բնականաբար այդ բանակցել կապ չունի թեմայի վերաբերյալ եմ, ինձ միշտ ջերմացնում եւ ուժ է տալիս այն հանգամանքը, որ ես գիտեմ այդ որտեղ որ բանակցություններ են, այս շրջապատում են դիմացի շենքում, գուցե են հետևի շենքում, գուցե ընդհանրապես այս միջավայրում բազմաթիվ հայրենակիցներ կան եւ գիտեք շատ հետաքրքիր էր, երբ որ Ավստրիայի վարչապետի հետ հանդիպմանը ոտքով գնացին, քայլելով գնացին, ժամանակ հանդիպում էին հայեր, ովքեր հանդիպել են գալիս, ովքեր հանդիպում էին եւ շատ հետաքրքիր էր նաեւ հանդիպել ավստրիացիների, ովքեր նույնպես ճանաչում էին եւ օրինակ մի աղջիկ հայերեն խոսելով մոտեցավ ինձ, բայց ես տեսնում եմ, որ ավստրիացի, չէ, չէ, ես ուրիշ աղջկա մասին եմ խոսում, արտաքինից տեսնում եմ, որ ինքը հայ չի, բայց ինքը խոսում է մաքուր հայերեն, եւ չդիմաց ասի, բայց որտեղից եք դուք հայ եք, ասեք չէ, ես ավստրիացի եմ, Վիեննայից եմ, եւ խոսում էր մաքուր հայերեն, ասի բա ոնց գիտեք հայերեն, ասեց որ Երևանում եմ սովորել, եւ դրա մասին ես պատմեցի Ավստրիայի վարչապետին եւ ասացի սա այն օրինակն է, որ մենք կարող ենք նաեւ կրթության ասպարեզում իրար հետ համագործակցել եւ ավստրիացի ուսանողներ կան Հայաստան, հայաստանցի ուսանողներ կան Ավստրիա եւ ասեմ, որ շատ ջերմ եւ շատ լավ հանդիպումներ ունեցանք Ավստրիայի նախագահի եւ վարչապետի հետ եւ շատ պատրաստակամ են նրանք Հայաստանին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում եւ մենք նաեւ փոխանակեցինք մեր կոնտակտները ուղիղ իրար հետ կապի մեջ լինելու ցանկացած պահի պատրաստակամություն հայտնելով փոխադարձաբար եւ հրավիրելով որ մշտական կապի մեջ լինենք եւ փորձենք ավելի կոնկրետացնել եւ ավելի գործնականորեն հասկանալ թե որտեղ կարող ենք համագործակցել։ Այնպես որ ամեն ինչ լավ է սիրելի հայրենակիցներ։